Բազմաթիվ մարդիկ այսօրվա իրադարձությունների կապակցությամբ պնդում են, թե ռեժիմի և 10 այսպես կոչված եպիսկոպոսների կամ արքեպիսկոպոսների արշավը եկեղեցու դեմ տապալվեց։ Ըստ նրանց տապալվեց, որովհետև ժողովուրդը թույլ չտվեց։ Որն է իրականությունը, ինչ կատարվեց և ինչ է դեռևս կատարվելու։ Առաջին հերթին 5:40-ի, այսինքն 5-ին պիտի սկսվեր այդ իրադարձությունը, ինչպես հայտարարել էին 10 եկեղեցադավերը, և 5:40-ի դրությամբ հայտնի կազմակերպությունը կատարել է դրոնային տեսանկարահանում և հաշվարկ է կատարել և հայտնաբերել է, որ այո, այդ ժամի դրությամբ աջակիցները եկեղեցու մի փոքր ավելի շատ են եղել, շուրջ 2200 հոգի, քան դրանից որոշակիորեն պակաս թվով ռեժիմի աջակիցները և ռեժիմի աջակիցների թվում չեն հաշվել ոստիկաններին և մնացածին։ Բայց պիտի հասկանանք, որ 2200 հոգին չէին կարող կասեցնել նման գործընթաց, եթե հստակ այդ պահին որոշում ընդունվեր մինչև վերջ գնալու։ Ինչ է տեղի ունեցել։ Շատերը, ինչպես և այդ թվում և ես, կարծում էին, որ տարբերակներից մեկը այն է, որ այսօր ամեն ինչ արվելու է և այսօր ավարտվելու է։ Բայց բնականաբար այս ռեժիմը, որին իմ խորին համոզմամբ այս ամենը ուղղորդվում է և որին հանձնվում են պլաններ, գործողությունների հերթականությունը, ուներ պլան B, երկրորդ պլան, որը և իմ խորին համոզմամբ գործի դրվեց։ Ինչ տեղի ունեցավ, մեծ աժիոտաժ եղավ, ընդամենը 2200 հոգի, հետո թող անգամ 4000 հոգի լինեն, բայց 4000 հոգին նույնպես ամոթալի փոքր թիվ է նման կարևորության իրադարձության համար, որովհետև եթե դու գնացել ես բարոյապես եկեղեցուն աջակցելու, եկեղեցին պահելու, պաշտպանելու և խաղաղ կերպով ոչ բռնի մեթոդներով փրկելու և պաշտպանելու եկեղեցին, 2200 կամ անգամ 4400 կամ անգամ 5000 հոգին սարսափելի փոքր թիվ է։ Այս երկրում ըստ տվյալների մինչև 3 միլիոն մարդ է ապրում, եթե անգամ իրականում ապրում է 1 միլիոն մարդ, 1 միլիոն մարդուց 5000 հոգին ազգային կարևորագույն և հնագույն և միակ պահպանված մարմինը փրկելու համար սարսափելի փոքր թիվ է, բայց ես համոզված եմ, որ անգամ 5000 հոգի չի եղել, ես դա պայմանականորեն եմ ասում, այդպիսի մեծ թիվ, որովհետև եթե 5-ին պիտի լիներ, 5:40 2200-ն ակնհայտ է, որ հետո չեն ավելացել, դա օպերայից ուշացածների թվաքանակ չի, որ ընդմիջմանը սպասեն և հետո մտնեն։ Տեսանք, որ այսպես կոչված եպիսկոպոսները մոտեցան եկեղեցուն, տեսանք, որ նրանց ուղեկցում էին դիմակավորված անձինք, որոնք ուղղակի կատաղի թիկնապահություն էին անում, և տեսանք նաև, որ մեղմ ասած ոչ շատ քաղաքավարի էին իրենց պահում անգամ լրագրողների հետ, ուղեկցում էին այս մարդկանց և կարելի է կռահել, կարելի է ենթադրել, թե դրանք ովքեր էին։ Եվ ակնհայտ էր ամբողջ մթնոլորտից, որ այս մարդիկ ուղղակի աշխատում են իշխանության հետ, այսինքն եկեղեցականները իշխանության հետ փորձում են գրավել եկեղեցու իշխանությունը ներսից։ Մոտեցան եկեղեցուն, այդ ժամանակ կաթողիկոսը կարդում էր իր ելույթը, նախօրոք պատրաստված, ակնհայտորեն վախեցած էր և դա իր դեմքին ուղղակի դաջված էր, և դա տեղի ունեցավ ժամերգությունից հետո, իսկ ժամերգությունն անցավ, կարծես ոչ մի բան չի եղել, այսինքն կանոնական բոլոր կանոնների համաձայն սովորական ժամերգության պես, ուղղակի մի քիչ ավելի ոգևորված էին երգում հոգևորականները, և այդ նույն ժամանակ դրսում մեգաֆոնով հայտնի պարոնը, որ պարոն բառից վիրավորվել է և լրագրողին ասել է պարոնը պապատա, և այդ տեսագրությունը կա,
հայտնի պարոնը, որ հայտնի է Վրաստանում իր հայտնի սկանդալով թերևս, եւ նաեւ շատ հայտնի է իր օրհնանքով առ այս ռեժիմ եւ նրա քաղաքականություն, եւ որը բոլոր հեռուստաալիքներով համարյա իշխանական հանդես է գալիս սուրբ գերազանցիկի կերպարով, կարդաց պահանջը եւ հայտարարեց, որ նամակ են փոխանցում։ Իհարկե նամակ փոխանցելը դերասանություն էր, որովհետեւ որևէ մեկը չի կասկածում, որ դա մի ծիծաղելի բան է, այսինքն պիտի նամակով հրաժարական պահանջեին, չգիտեն ինչ են անում կամ որ դարն է, իրենք բազմաթիվ անգամներ ասել են իրենք ինչ են ուզում։ Եվ ինչ էր սա, ինչու բերկացան եւ հետո տուն գնացին եւ հայտարարեցին ավարտված, որովհետեւ ես կարող եմ ենթադրել եւ այդպես կարծում եմ, որ այդպես է եղել իրականում, պլանը այնպիսին էր, որ երկու մասից պետք է բաղկացած լինի գործողությունը, եթե շատ քիչ մարդ է գնում եւ լինում է մոտավորապես այնպես, ինչպես Միքայել Աջապահյանի կալանավորելու ձերբակալելու օրներ, ապա այդ պարագայում ուղղակի իրենք շարժում են ըստ իրենց գործողությունների պլանի եւ վերցնում են վերահսկողությունը տաճարի, մայր տաճարի եւ վեհարանի նկատմամբ։ Եթե չի գնում, եթե լինում է շատ աղմուկ եւ որոշակի քանակության մարդիկ են լինում, որը եւ տեղի ունեցավ, ապա իրենք ելույթ են ունենում, սրում են վիճակը եւ ընդհատում եւ գնում են տուն։ Սա ինչ խնդիր է լուծում։ Սա լուծում է այն խնդիրը, որ ըստ էության առաջին ռեակցիան, որը այս ժողովրդի մոտ միշտ ամենաուժեղն է, դրանից հետո ռեակցիաները ուղղակի մեռնում են այստեղ կամ սկսում են մահամերձանալ եւ հոգեվար կապրել մինչեւ տոտալ մեռնում են արդեն հաջորդ քայլերի պարագայում։ Առաջին ռեակցիան դա այն գոլորշին էր, որը պետք էր բաց թողնել։ Եվ եպիսկոպոսների եւ ռեժիմի այս համատեղ իրականացվող օպերացիան գնաց այդ պլան B-ով, երկրորդ սցենարով։ Չեմ բացառում, որ հենց միայն այդ սցենարն է եղել որպես գործողության պլան, բայց կարծում եմ, որ եթե հնարավորություն լիներ, վերցնելու էին այսօր։ Հնարավորությունը կար, բայց տեսան, որ բավական լարված է իրավիճակը եւ որպիսի մասնավորապես արևմտյան շրջանակներում եւ կրոնական հոսանքներին, քրիստոնեական կրոնական հոսանքների կարևորություն տվող սպիտակ տան վարչակազմի առջև եկեղեցասպան չերևալու համար ուղղակի գնացին այս պլանի այս տարբերակով։ Հաջորդիվ իմ խորին համոզմամբ լինելու է եւս մեկ գործողություն, դա կարող է լինել վերջինը, կարող է լինել երկրորդը եւ նախավերջին, եւ դրանից հետո գործողությունը նոր իրականացվի։ Ամեն դեպքում գոլորշի բաց թողնվեց, եւ քանի որ գիտենք, որ այս ժողովուրդը հոգնում է շատ արագ եւ հետեւողական շարունակական պայքար անընդունակ է վարելու, սա դասական քայլ էր, այնպես ինչպես տեղի ունեցավ 44-օրյայի ժամանակ։ Նվաճողները հարձակվեցին, որոշակի հաջողություններ արձանագրեցին, հետո հենց նոյեմբերի 9-ը ստորագրվեց, անմիջապես անցան գործողությունների հաջորդ փուլին եւ արդեն սկսեցին ամեն բան վերցնել ըստ էության առանց դիմադրության հանդիպելու, ոչ թե ըստ էության, այլ փաստացիորեն առանց, եւ արդեն երբ Ստեփանակերտն էին գրավում, մի քանի ժամ, մի քանի ֆիդայական ոգով գյուղացիներ, դիրքապահներ արցախցի կիսադիմադրեցին, հետո Արցախը հանձնեցին եւ դուրս եկան։ Սա արցախցիների խնդիրը չէր, սա համընդհանուր մոտեցման խնդիր էր։ Նույն տակտիկան եւ տեխնոլոգիան կիրառվում է հիմա։ Եվ սա էր իմ խորին համոզման պատճառը, որ այսպես կոչված եպիսկոպոսները կիսատ թողեցին իբրև թե եւ հետ գնացին եւ հետեւաբար հիմարություն է հիմա ուրախանալը եւ հաղթանակ հռչակելը։ Դա նման է ճակատամարտում այն հիմար սխալին, որ բազմաթիվ կողմեր գործել են դարերի եւ հազարամյակների ընթացքում, երբ հարձակվող թշնամին հանկարծ նահանջ է կազմակերպում
եւ իր հետևից ընկնում են կարծելով թե իրենք արդեն հաղթել են մինչդեռ նահանջի ժամանակ նահանջը ինչ որ մի պահի կանգ է առնվում հատուկ ծրագրված կերպով եւ հակահարձակում է իրականացվում, որը լինում է կործանարար իրենց հետապնդողների համար։ Ռազմական արվեստը չի փոխվել հազարամյակների ընթացքում եւ երբևէ չի էլ փոխվելու եւ սա նույնպես ռազմարվեստի գործողություն է, սա հատուկ գործողություն է ոչնչացնելու համար հայ եկեղեցին։ Հետևաբար հայկական ինքնության հիմքերից եւ հիմնասյուներից ամենակարևորն այսօր։ Ուզում եմ անդրադառնալ կաթողիկոսի ելույթին, էլի անատամ, ողորմելի, հիմար դուրս տվոցի, կիսաբերան, ըստ էության ոչինչ չասող, անհասցե, վախվորած եւ խեղճ մարդու, խեղճացած նախկին հրեշի ելույթ։ Կատարյալ խայտառակություն, որովհետև այսպիսի իրավիճակում այդպիսի ելույթ ունենալը ուղղակի խայտառակություն է եւ ուղղակի ի ցույց է դնում այն սնանկությունը, որով տառապում է եկեղեցու այս ղեկավարը։ Եվ եթե լիներ այն եւ նա մարդ գտնվեր, մարդ լիներ եւ աներ այն, ինչ ես ասում էի վաղուց այս ճգնաժամը սկսելու պահից սկսած, ընտրեր իրեն աթոռակից կաթողիկոս եւ փոխանցեր նրան, այսօր այս լարվածությունը չէր լինի, բայց առաջին հերթին ինքը կարճած մնաց գահին եւ երկրորդ հերթին ինքը բերեց հասցրեց այս օրվան, որ իր խոցելիությունից օգտվելով ռեժիմը կատարում է բավական արդյունավետ քայլեր եւ շարժվում է ըստ պլանի։ Ըստ էության իրենց այս քայլը հետ գնալու նույնքան մտահոգիչ է, որքան կլիներ, եթե հենց այսօր այդ գործողությունը կատարեին, որովհետև ոչինչ չի փոխվել, իրենք չեն նահանջել։ Ինչպիսի հիմար պետք է լինել, որպեսզի կարծել, թե նահանջեցին, հանձնվեցին, վերջացավ, գնացին եւ հանգիստ են թողնելու։ Դա այդպես չի եւ այդպես չի լինելու։ Մյուս հանգամանքը կարևոր այն է, որ այս կաթողիկոսը իր վարքագծով փոխանակ կոնսոլիդացնի եկեղեցին պաշտպանողներին, այդ գործը թողնում է այն մարդկանց վրա, ովքեր կատաղի համոզմունք ունեն, որ եկեղեցին պետք է պահվի, բայց այդպիսի մարդիկ շատ քիչ են։ Ինչպես տեսանք 2200 հոգի են կամ թող լինի 4000 հոգի լավ։ Տրամաբանորեն, եթե լիներ նորմալ հասարակություն, ապա սեփական ամենակարևոր մնացած կառույցը պահելու համար պիտի առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ լիներ ընդհանրապես Էջմիածին քաղաքում, ուղղակի ներկա լիներ, ուղղակի լիներ բողոքի ցույցի ընդդեմ այս եպիսկոպոսների եւ ցույց տար, որ իրենց գործողությունը չունի հանրային սատարում։ Փոխարենը մենք տեսանք, որ իրենցից մի փոքր թվականակով պակաս եկել էին այլ քաղաքացիներ, որոնք ծպտյալ ոստիկաններ չէին, ծպտյալ ոստիկանները անշուշտ վստահ են, որ կային, բայց այսպես կոչված ժողովուրդը այս ռեժիմին սատարող, որ բավական ագրեսիվորեն գոռգռում էր, նույնպես քիչ չէր։ Հետևաբար հիմա այս գոլորշին բաց թողնելուց հետո ես չեմ կարծում, թե եկեղեցին շանս ունի մնալու եւ երբեք այդպես չեմ էլ կարծել, որովհետեւ Արցախը հանձնած եւ մարսած հանրությունը եւ ժողովուրդը եկեղեցին հանձնելու հետ խնդիր չունի։ Մենք դրան ականատես ենք լինում, առանձին մարդիկ են աղմուկ բարձրացնում, առանձին խմբեր, բայց նրանք առանձին են, դա ժողովուրդը չի։ Ես ինքս ժողովրդին չեմ ներկայացնում եւ ժողովուրդը չեմ։ Եվ այդ աջակիցների քանակությունը նույնպես վկայություն է այն բանի, ռեժիմի աջակիցների ներկայությունը, որ իրենք աշխատում են նաև դրսում ձևավորելու համար որոշակի մթնոլորտ եւ պատկերացում, որ եկեղեցում կատարվող ներքին հեղաշրջումը պահանջարկ ունի ժողովրդի կողմից եւ դրան նույնպես մենք ականատես եղանք։ Եվ քանի որ այս կաթողիկոսը չի հակադարձել այն ռեժիմական թեզերին, եթե ինձ հարցնեք, այո, ես էլ եմ կարծում, որ ինքը եւ իր եղբայրը սովետական KGB-ից սկսած համագործակցել են ռուսական հատուկ ծառայությունների հետ, դա իմ կարծիքն է, բայց դա ռեժիմը այդ խոցելիությունը այսօր դրոշակ է սարքել եւ բոլոր կաթողիկոսին պաշտպանող կամ նրան չդավաճանած դեռևս չդավաճանած
հոգեորականների դեմ օգտագործում է, որպեսզի արևմուտքին ցույց տա, որ ինքը պայքարում է ռուսական ազդեցության դեմ, մինչդեռ դա ուղղակի հանցավոր, բարոյական առումով հանցավոր քաղաքականություն է եւ արկաբեկում է ողջ եկեղեցին, որովհետեւ եկեղեցուն բոլոր եպիսկոպոսները չի վստահեն, որ կագեբեիշնիկներ են կամ FSB-շնիկներ են կամ դրանց գործակալներն են, բայց այնպես չի, որ ես հիմա շատ բարոյական եպիսկոպոսներ եմ տեսնում եւ տեսնում եմ մարդկանց, որոնք չեն գավաճանելու այս եկեղեցուն։ Ես վստահ եմ, որ այս օպերացիան հաջողելու պարագայում հազիվ գտնվի մեկը, եթե գտնվի կամ երկուսը, որ թողնեն եւ հեռանան եկեղեցուց հայտարարելով, որ եկեղեցին բռնազավթված է։ Այնպես որ ուրախանալը հիմա անուղեղության վկայություն է եւ հանգստանալը անուղեղության վկայություն է եւ այս գործողությունը սա լավ պլանավորված գործողություն է եւ գնալու է առաջ եւ այս ռեժիմը հաջողելու է։ Մնացածին ես անդրադարձել եմ բավական շատ, ելի կանդրադառնամ իհարկե, առաջարկում եմ հետաքրքրվածներին եւ դիտողներին բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին Հայկ Էի Մարտիրոսյան, բաժանորդագրվել իմ Facebook-յան էջին Հայկ Ա Մարտիրոսյան եւ առաջիկայում ես առավել ակտիվ կմեկնաբանեմ եւ կանդրադառնամ ոչ միայն այս թեմային, այլև այլ թեմաների եւս։